Ընտրությունների մասնիկներիցս այնքան քչերը գնացին, որ թիմ ընտրությունները անցան բավական ինտիմ միջավայրում։ Ինտիմը որն է, եկան տարեց մասնիկներից տան դուռը թակեցին եւ մեծ երթուղայինով երթուղեցին դեպի տեղամաս։ Երթուղեցին դեպի տեղամաս հերիք չի, մի հատ լավություն արեցին, ցույց տվեցին, թե ում օգտին պետք է քվեարկեն։ Ջուրում եկավ իմ գլուխն, իմ պասպորտը խանին ջեբից ես։ Այգա։ Շատ հոգատար երիտասարդ մասնիկներ ունեմ։ Իսոց քեզ Քրիստոս։ Թարսվող մասնիկս ինձ ասաց, թե որ գաս աչքդ ես սուրբ արարողությունից չկտրես, ամեն ինչ լավ կլինի։ Եկա, վերահսկեցի, բայց ոնց որ թե պարտվեցի։ Իսկ կարող է խախտումները ոչ թե տեղամասերում են լինում, այլ ասենք այգիներում, դպրոցներ են, պոլիկլինիկաներ են, հիվանդանոցներ են, մանկապարտեզներ են, անտառներում կամ տեխնացուի մերձավորների օբյեկտներում։ Եկել են փող ստանալ։ Հյուսիսին ամենականաչ ու ազիզ տեղում էլ թարսվողներիցս մյուսը մասնիկներիցս ահագին ձայն ստացավ, բայց դե էլ ինչ ընտրություն առանց մեծամասնության։ Հիմա էլ են երկու իրենց թարսվող հռչակացները առաջարկում են միավորվել եւ մեծամասնությանը փոքրամասնություն սարքել։ Չեմ հասկանում։ Սրանք մի օր ջեմ են բաժանում, մի օր տեր-տեր ծեծում, մի օր էլ հայրենիքս կրկեսի են վերածում։ Օրինակ էդ ինչ պահելացել է։ Այսքանի մեջ դժվար է լույսավոր լինելը։ Գլխավոր ծառայի կաբինետում թմբուկներ խփելու արանքում եւս երկու հոգի ավելացան։ Այն Բաղրամյանին սովոր իմ երիտասարդ բարեկամ այսուհետ պետք է զբաղվի իմ սահմանների պաշտպանությամբ։ Բայց ես կապը մի քիչ լավ չեմ տեսնում։ Իսկ արտաքին հարցերով զբաղվող անտեսանելի ծառաս կմնա իր առեղծվածային դերում։ Դե հիշում եք, չէ, ապրիլյան պատերազմի ընթացքում ինչ լավ ֆրանսերեն էր խոսում, կամ արտաքին կողմնորոշմանս հարցում ինչ մեծ դեր ունեցավ։ Դե մարդը լավ է աշխատում, արժանի է, չէ։ Ֆիլերներում այլևս չի թվացի պատմապիլիսոփայության շունչը։ Ծեծի ու արյան դոկտորը այլևս սունյաց իշխան չէ։ Դեք սպանել Ավետիք Գուծակյանին։ Դա։ Չեկան հիվանդ չի։ Պարզվեց ինքը չէր սպանել, կամ էլ չպարզվեց։